Բարև բոլորին, շոկ Ֆլորենցիայից առավոտ շուտ գնում ենք տան մեջ գործ անելու, գնում ենք պատ ներկելու, ես պետք է ներկեմ երեխաների մոտ դեկորատիվ պատիկ, տեսնեմ ոնց կստացվի, Ձեզ ցույց կտամ անպայման։ Այսօր այս սենյակում եմ ուզում այս պատի վրա ունեմ մի քիչ աշխատելու բան, մի բան եմ մտածել, չգիտեմ ինչքանով կստացվի, սենց տունիկներ եմ ուզում անեմ, ուստեղ, այս մահճակալների տեղերն է, ուզում հետաքրքիր սենց գույնով տարբերեմ այս երկու կտորը ու մեկ էլ այս հատվածը, տեսնենք ոնց կլինի, սիրուն կլինի, թե ոչ։ Այստեղ ունեմ լուսացույց մեծ, աղջիկական սենյակ եմ ուզում սարքեմ, տեսնենք ինչ կստացվի։ Իմ մեծ աղջիկը ամեն ինչ սիրում է պրինցեսաների և այդ թեմայով։ Ամենաբարդ պահն է, որ պետք է ճիշտ գծել ինչ ենք ուզում։ Չգիտեմ ճիշտ եմ արել թե ոչ, ուղղահայաց է թե ոչ, ոնց որ թե այո։ Պատի վրա իրանց ստեղծեմ, հաստորեն այս տունիկները գծեմ, հետո սկոչով այսենց կպցնեմ, որ մեջը կարողանամ ներկեմ, դրա վրա եմ տառապում, այստեղ էլ այսենց երկու հատ անկյուն եմ ուզում սենց հանեմ, սենց եռանկյուն էլի, որը տարբերվի գույնով և մահճակալի հետևը լինի, նույնը ուզում եմ մի հատ էլ եռանկյունիկ այստեղ անեմ, երկու մահճակալների հետևը, տեսնենք ոնց կնես, երկու սկոչը մի կերպ կարողացա գտնեմ, կենտրոնները գտա, հիմա տեսնեմ մնացածը ոնց կլինի։ Տունիկները վերջացրեցի, տեսնենք հիմա ներկեմ։ Երեսով պատեցինք այս մի անկյունը և այս մի անկյունը, որտեղ որ լինելու են մահճակալները, ոնց որ տալու է վրանի էֆեկտ այս եռանկյունիկները։ Իսկ այս պատի վրա կլինի այս տունիկը, որի վրա կլինի հետագայում կահույք և չգիտեմ հեռուստացույց կանենք, ենթադրում եմ, որ չէ, որտեղ ես երեխաների սենյակում մի քիչ դեմ եմ հեռուստացույցի և ընդհանրապես ննջարանում դեմ եմ հեռուստացույցին։ Իրականում գույնը կամերան մի քիչ ավելի վատ է ցույց տալիս, ավելի բաց է իրականում այս գույնը, սենց մուգ չի։ Արդեն սկոչերը հանեցինք, այսենց թեթև վարդագույն բեժ գույն ենք ստացել, ինձ թվում է սիրուն է։ Այսենց անկյունները, այս երկու անկյունը ու մեկ էլ այս տունիկները, որի վրա ուզում եմ դնեմ սենց խաղալիք հավաքելու իրանց կահույքը, մեջը կդնեն տարբեր բաներ, այստեղ էլ ունեն իրենց պահարանը։ Թվում է սիրուն կլինի։ Արդեն դիմդուրը եկավ, ինձ թվում է իրանց դուրն է կգա, ինչ եք կարծում։ Այս էլ ես մի սենյակն է, ես դեկորատիվ ներկով, հետաքրքիր է, գիտեք, չորացավ գույնը վաբշե փոխվեց, սիրուն է։ Այս կողքի պատերն եմ մտածում, թողնեմ այսինչ սպիտակ, թե ինչ որ գույն տամ սրան նման, Այդ չգիտեմ։
Այսենց հետաքրքիր էֆեկտ է տալի, արծաթափ փայլ է, մեջը ինչ-որ արծաթի էլեմենտներ կան ենթադրում եմ, որ այսենց էֆեկտ է տալիս փայլուն։ Ներկը սա է, որով անում ենք, եթե ուշադիր լինեք, հենց իր մեջ այդ փայլուն արծաթափայլ մասնիկներ կան, եւ հենց ինքը ներկը այս ներկն այս ֆիրման է, չեմ կարող ասեմ, դեռ ինձ անծանոթ է, չեմ կարող ասեմ լավ որակ է, վատ որակ է, կպարզենք ընթացքում, ինձ թվում է, բայց վատ չի լինում։ Ասա բարև բոլորին, Միշա, տեսեք այսօրով է իմ հետ։ Միշա, գնում ենք կենդանիների վարսավիրանոց, այսօր իրա մազերը կտրելու, ինքը շատ փրչոտ է և չի կարողանում դիմանա այս շոքին, ամբողջ օր լեզուն հանած, պարկած է գետնի վրա, տանջվում է ահավոր, որոշում ընդունեցինք տանել մազերը կտրել, գոնե մարմնի մեծ մասը, գլուխը, պոչետ, ամեն ինչը կթողնեմ, բայց գոնե մարմինը մի քիչ կթեթևացնեմ, որտև տանջվում է, իրա համար անսովոր է, այսքան շատ շոքն ու խոնավը, շատ դժվար է իրան, բարեբախտաբար հեռու չի, և ես կարող եմ ոտքով գնամ այս իրա պայուսակով, բայց ինքը լացում է, մեջը նստած լացում է, վախենում է, ասեք ցույց տամ ավելի լավ, Միշա, Զոյ, սիրունս, ինչ ես լացում իմ սիրուն, Միշ, մի վախեցի սիրունս, գնում ենք մազերդ կտրենք կանք, նեց էլ ծանր է ժողովուրդ, շատ դժվար է տանել, բայց մի կերպ կհասնենք, կարևորը չվախենա չլացի, ինքը ընդհանրապես տնից դուրս չի գալիս, մենակ 2 անգամ ստեղ պատոհանից փախել է, որտեղ մենք 0 հարկում ենք ապրում, կարողացել է դուրս գալ, դե մեր բակն է հենց մեր դիմացը, բարեբախտաբար փողոց չի, մի քիչ խաղաց եկավ հետ, բայց իմ մոտ անդադ այդ վախը կա, որ հանկարծ չփախնի, մի բան իրան չլինի, որտես ինչ դժվար էր սենց տանել ծանր, չի պատկերացնում, որ սենց ծանր է լինելու, իդեպ, իր ամբողջական անունը Միշել է, մենք իրան ասում ենք Միշա, ինքը տենց է սովոր, արդեն համարյա հեսա կլինի շուտով 8 տարեկան, ես իրան դեռ Երևանից եմ պահում, և ընդամենը այս 2024 թվականի նոյեմբերին, այսինքն 6-7 ամիս առաջ որ բերել եմ իրան այստեղ, մինչև այդ մեր տանն էր մնում, իմ ծնողների հետ, բայց արդեն որոշում կայացրեցինք, որ բերենք իրան ինձ մոտ։ Այդքան չի լացում, երևի սովորեց, Միշ, հլենայի, ես ստեղ եմ, Միշային ես Երևանում եմ դեռ վերցրել, ինչպես ասեցի, գտել եմ փողոցում, Սարյան փողոցի վրա էր, փոքրիկ ձագուկ էր, սոված, տանջված, ես չկարողացա անտարբերանցնեմ և իհարկե վերցրեցի և իրան բերեցի մեր տուն, բայց ինքը դուրս եկավ շատ գեղեցիկ կատու, ահավոր երկարամաս սիրուն և արծաթագույն է ինքը, հետո մեր կենդանաբույժը ասեց, որ սա սիբիրյան ցեղատեսակ է, այտենց բրդոտ, ու իսկապես այդպես է։ Շատերը ինձ ասում էին, ինչի ես այդքան գումար ծախսում և կատվին ուզում ես տանես քեզ մոտ, որտև դե պատկերացնում եք ինչքան գումար արժի անձնագիր ունենալը, բոլոր վակցինաները սրսկելը և այլն, բայց ես չհամաձայնվեցի նույնիսկ ոչ մեկին տալ, ես իրան վերցրեցի ինձ մոտ։ Վերջացրեցինք, կտրեցինք մազերը, գնում ենք տուն, հույսով եմ էլ չի շոքի,
Հույսով եմ արդեն իրան լավ կզգա, չնայած այնքան էր լացում, դուրը չէր գալիս ընդհանրապես, բայց իրան սենց ավելի լավ է։